Ամեն դեպքում արդեն ամառ է, մարդիկ պատրաստվում են հանգստի մեկնել, այդ թվում նաև քաղաքական գործիչները, կհաջողվի նրանց հանգստանալ, թե ինչպես ասացիք, թեժ կլինի։ Հասկանանք ինչ է լինելու, որովհետև հենց հուլիսի 3-ին Լուսին Յուպիտերը ասեցի հունիսի 30-ին կանցնի արդեն առյուծ եւ Լուսինը ամսի 3-ի մոտակայքում 2-3-4 այդ ժամանակահատվածում գտնվելու է առյուծում եւ բարդ դիրքեր դեպի Պլուտոնը։ Դա բարդ դիրքավորում են, դա նաև բարդ է Սամվել Կարապետյանի համար այդ մի քանի ժամանակահատվածը այդ օրերը եթե մենք կարողանանք անցկացնել, հետո մոլորակային դիրքերը ավելի կշտկվեն։ Այս պահին մինչև հենց ասում եմ հունիսի վերջ Մարսը գտնվելու է ցուլի կենդանակերպում, ֆինանսական խնդիրներ կարող են լինել, կողոպուտ կարող է լինել, ուշադիր եղեք բանկային այդ ձեր հաշիվներից, համացանցային գողություն, դրանք այն մարդիկ են, որոնք ուղղակի շատ հեշտությամբ կարողանում են տնօրինել այլ մարդկանց գումարներ։ Եթե գնում են արտերկիր, Սև Լուսինը աղեղնավորում է եւ յուրաքանչյուր 9 տարի մեկ գալիս է այդ դիրքին, թող ուշադիր լինեն նրանք, ովքեր գտնում են 18, 27, 36, 45, 54 եւ այդտեղ 63 այդ տարիքային շրջափուլում գտնվողները, եթե թղթերի մեջ խնդիրներ կան, մանավանդ աղեղնավոր ձկներ երկօրյա եւ այնտեղ ուս կենդանակերպերում, եթե խնդիրներ ունեք, ապա ուշադիր եղեք, չկորցնեք ձեր փաստաթղթերը, այնտեղ Սև Լուսինը աղեղնավորում, այնպիսի իրեր, այնպիսի նյութեր ձեզ հետ չտանեք, որոնց համար ուղղակի պատասխանատվության կարող եք ենթարկվել։ Սև Լուսինը դա սևն է, այն ինչը չի թույլատրում, բայց գայթակղիչ է։ Իսկ դրա համար խնդիրներ կարող են։ Հենց այդ բարդ ժամանակահատվածը ամառային ամիսներն է հետաքրքիր է հունիսի 30-ից մինչև օգոստոսի 8-ը մանավանդ այդ 4 կենդանակերպերը։ Իսկ կան այնպիսի ուղղություններ Հայաստանի սահմաններից դուրս, որ ավելի ակտիվ կարելի է գնալ։ Քանի որ туриզմից հասկանում եմ եւ այսօր նաեւ մեկ այլ նկարահանում ունեմ տուրիստական ընկերություններից մեկի հետ, որտեղ խոսելու ենք ակտիվ ուղղություններ ըստ կենդանակերպի, կարող եմ ասել, որ շատ ճանապարհորդում եմ։ Տեսեք, եթե ընտանեկան մթնոլորտ եք սիրում, ապա անպայման Հունաստան եւ Կիպրոս։ Դա նրանց նիստուկացը, նրանց ավանդույթները, բարքերը շատ նման են մեզ, բայց ցավոք դրանք արդեն ներգրաված են, Կիպրոսն էլ արդեն ներգրաված է Շենգեն այդ Եվրամիության այդ դաշտում։ Ես արևելյան երկրներից միանշանակ նրանք ովքեր տաք են իրենց խառնվածքով, դա Եգիպտոսն է, կրկին ընտանեկան կոլորիտ կա այնտեղ, նրանք ովքեր ծովի սիրահար են կարող են վայելել իրենց հանգիստը, նրանք ովքեր ցանկանում են հանգստանալ, որտեղ արդեն քանի երրորդ անգամ, եթե ոչ մի քանի անգամ եւ ավել այնտեղ եմ եղել, օրինակ հողի տարերքյազդության տակ ծնված ես ինքս ասեմ, որ ես հանգստանում եմ, չեմ լողանում, բայց այնպես է այդ երկրում, որ դուք կարող եք հանգիստ նստել, վայելել հանգիստը եւ գումարը քիչ եք ծախսում։ Մեր հարևանները Վրաստանը, այնտեղ էլ կարող եք գնալ, ինչ եմ ասում, ես այն երկրներն եմ ասում, որոնք ավելի մոտ են։ Եգիպտոս ինչու համար եմ ասում, որովհետեւ նրանք հարգանք ունեն տուրիստների հանդեպ, իհարկե լավ հյուրանոցները, իհարկե դրանք միջինից բարձր հյուրանոցները, նրանց ընդունելությունն է բավականին, այդպես ի տարբերություն եվրոպական երկրների շատ ջերմ են եւ նրանք անպայման ուզում են գոհացնել եւ հարգանք ունեն հաճախորդի հանդեպ։ Սառը երկրներից ասեմ, այն կենդանակերպերը, որոնք մի քիչ ավելի սառն են, օրինակ կույս, այծեղ ջուր, ցուլերն էլ, դե ցուլերը բայց մրսկան են, դա երբեմն ուզում են տաքանան, նրանց համար Ռուսաստանն է բարենպաստ, օրինակ կույսերի համար Գերմանիան, որովհետև նրանք այսպես սիրում են ամեն ինչը տեղը տեղին լինի։ Նրանք ովքեր սիրում են նորագույն տեխնոլոգիաներ, դե իհարկե դա Ամեն է, դա Քաթարն է, Սինգապուրն է, այնտեղ շատ հետաքրքիր է։ Բայց ընդհանուր առմամբ ես այդ ընտանեկան ջերմությունը, մտերմությունը տեսել եմ Հունաստանում եւ Կիպրոսում։ Եթե սիրո երկրներ եք ցանկանում գնալ, դա կարող է լինել
Ֆրանսիան։